Մեր ձևով շարժման պատկերացումները, որոնք նույնպես իմ պատկերացումների համահունչ են, մենք առաջարկում ենք ուժեղ բանակ համատեքստը։ Եվ ուժեղ բանակ ասել, ի նկատի չենք ունենում պատերազմել, մենք ի նկատի ունենք պաշտպանվել։ Այսօր Հայաստանի Հանրապետության զինված ուժերը ունեն լուրջ պաշտպանական խնդիրներ, պաշտպանական ոչ թե հարձակողական, նորից եմ շեշտում։ Եվ մեկ բարձ օրինակ բերեմ, եթե չեմ սխալվում, ձեր եթերում դրա մասին անգամ նշել, որ այսօր հայ զինվորին արգելված է վերբալ հրաման կա, արգելված է ադրբեջանցի զինվորին նայելու հանգամանք։ Սա ոչ այլ ինչ է, քան պաշտպանական հարց։ Մարդու մոտ կոտրում են դիմադրողականությունը, ցկտումը հայրենիքը պաշտպանելու կամ հայրենիքի համար ծառայելու եւ ակնկալում են, որ պետք է բարիկամք դրսևորվի։ Ներողություն, բայց ժամանակակից աշխարհում բարիկամք դրսևորվում են միայն թույլերին, որոնց խղճում են եւ բնականաբար պարտադրում են իրենց թելադրանքը եւ մեկ էլ բարիկամք դրսևորվում է հեքիաթներում, որտեղ միշտ չի որ երջանիկ ավարտ է լինում։ Այո։ Այստեղ ուղղակի պատկերացումները ուժեղ բանակ ասելով մենք նկատի ունենք ստեղծել այնպիսի պայմաններ մեր զինվորների, մեր սահմանային գծերի, մեր առհասարակ բանակի գլոբալ առումով, որ ոչ թե լինի PR-ներ, Հնդկաստանից զենք առանք, Ֆրանսիայից զենք առանք, չգիտեմ, այս երկրի հետ ինչ բանը ստորագրեցինք, ոչ թե դա լինի կենացի մակարդակի ձեռքբերումներ, այլ լինի ռեալ գետնի վրա արձանագրված։ Այսօր որ նայենք Ադրբեջանի կողմից գնված զենքերի համատեքստը, իրենք հրապարակում են իրենց գնված զենքերի մոտ 20-30%-ը։ Զուտ քարոզչական դաշտ ծածկելու համար, ոչ թե ցույց տալով, որ մենք զենք ունենք։ Մենք լավ հետևում ենք, գիտենք ինչա կատարվում այնտեղ։ Ուղղակի խնդիրը այստեղ ղեկավարության մեջ է, որ քո ղեկավարը թույլ է եւ չունի ձիրք կառավարելու եւ ինչ էլ կառավարումը ցախողում է։ Այդտեղ չի կարող լինել ոչ միայն հաջողություն, այլ առհասարակ ձեռքբերումների շրջան կամ շղթա։ Միայն պարակտում, թուլացում, կործանում եւ առհասարակ ոչնչացում։ Սա ուղղակի իրենց գեղեցիկ կամ էմոցիա արտահայտող բառեր չեն, ռեալ արձանագրված փաստեր են։ Նիկոլ Փաշինյանը իր կառավարման 7 տարիների ընթացքում պատերազմ է բերել, աղքատության է մատնել իր հասարակությանը, պարակտել է ժողովրդին, դա եթե հաջողություն է, ուրեմն ես էլ ինչ ասեմ, առաջիկ տիեզերը գնացն եմ եղել, հանձինս մեծ հարգանքով մեր հայրենակցին,